Թուրքիայում նոր բողոքի ալիք է սկսվել, իսկ Դավոսում Ալիևը հայտնվել է իր հետնորդի հետ, բացահայտելով, թե ում է փոխանցելու աթոռը։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Թուրքիայում քրդերը դուրս են եկել փողոցներ, պահանջում են դադարեցնել սիրիական վահաբիների աջակցությունը։ Մինչ Անկարան խոսում է կայունությունից, Թուրքիայի տարբեր քաղաքներում քրդական բողոքները թափ են հավաքում։ Տեղի քրդերը պահանջում են, որ իշխանությունները դադարեցնեն սիրիական վահաբիական խմբավորումների աջակցությունը։ Բողոքների ընթացքում արձանագրվել են բախումներ ոստիկանության հետ։ Միևնույն ժամանակ շրջանառվում է տեղեկատվություն, որ հարյուրավոր թուրք քրդեր կամավոր մեկնում են Իրաք, որտեղից փորձում են անցնել Սիրիա վահաբիների դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Ստացվում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական խաղերը արդեն վերածվում են ներքին պայթյունի սեփական քաղաքացիների մասնակցությամբ։ Երուսաղեմում ևս բողոքի ակցիաներ են։ Բեյթ Շեմեշում եւ Երուսաղեմի մի քանի թաղամասերում տեղի են ունենում ուլտրաուղղափառ համայնքի արմատական անդամների մասնակցությամբ զանգվածային բողոքի ցույցեր։ Ցույցերը սկսվել են Ռոմեմա թաղամասում տեղի ունեցած ողբերգական գրակոծների ժամանակ զոհված նորածնի դիահերձումից հետո։ Ցուցարարներին նկատել են Հար Հոցվիմ թաղամասում եւ Բարիլան Խաչմերուկում, որտեղ գրանցվել են լուրջ անկարգություններ։ Ծայրահեղ ուլտրաուղղափառ ցուցարարները փակել են քաղաքի մի քանի կարևոր խաչմերուկներ, այրել աղբամաններ, ինչպես նաեւ հարձակվել ավտոբուսների վարորդների վրա։ Ոստիկանությունը դեռևս չի հայտնել ձերբակալությունների կամ վիրավորների մասին, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ադրբեջանի նախագահի որդու Հեյդար Ալիևի ներկայությունը Դավոսի բարձր մակարդակի հանդիպումներին պատահական չէ։ Երբ պաշտոն չունեցող անձը մասնակցում է նախագահի բանակցություններին միջազգային ֆինանսական շրջանակների հետ, դա արդեն քաղաքական սցենար է։ Ադրբեջանում նման փոխանցումը նորություն չէ։ 2003-ին իշխանությունը անցավ հորից որդուն։ Այդ պատճառով նախագահի որդու միջազգային հարթակներում ակտիվացումը ընկալվում է որպես հաջորդ իշխանական տրանզիտի նախապատրաստում։ Դավոսը այստեղ հանդես է գալիս որպես ցուցափեղկ ապագա ժառանգին միջազգային էլիտային ներկայացնելու համար։ Պետական մանդատ չունեցող անձի ներգրավումը բանակցություններին վկայում է նեպոտիզմի եւ ինստիտուցիոնալ քայքայման մասին։ Ալիևի համակարգում իշխանությունը վաղուց դարձել է ընտանեկան կապիտալ, որը, ինչպես երևում է, կրկին պատրաստվում է փոխանցման, գրել է Թալիշական վտարանդի կառավարության նախագահ Բորիս Թալիշինսկին։ Ադրբեջանը մտնում է թվային քմահաճույքի դարաշրջան, բոլորը քարտեզավորված են։ Ադրբեջանում սկսվում է թվային վերահսկողության նոր փուլը, որտեղ Իլհամ Ալիևի ստորագրած Միրես համակարգը պետական անվտանգությանը թույլ է տալիս հետևել յուրաքանչյուր քաղաքացու 35 չափորոշիչի համապատասխանությամբ։ Այս մեխանիզմը ոչ միայն հզորացնում է ընդդիմության նկատմամբ ճնշումը, այլև առօրյան դարձնում իշխանությունների կառավարման թիրախ։ Արդյունքում ադրբեջանցի ժողովուրդը հայտնվում է հսկողության, սահմանափակումների եւ թվային ճնշման շրջափակման մեջ։ Ադրբեջանում ճշմարտությունը կրկին վերածվել է ծանր հանցագործության։ Մոհամմադ Հաջիևը, ով սոցիալական ցանցերում հրապարակել էր մանկատան երեխաների նկատմամբ բռնության եւ դաժան վերաբերմունքի տեսանյութ էր, այսօր դատապարտված է 10 տարվա ազատազրկման։ Հաջիևի խոսքով իրեն զրպարտել են հենց այն բանի համար, որ բացահայտել է համար 3 մանկապարտեզում տեղի ունեցող անօրինությունները։ Տեսանյութերի հրապարակումից հետո նրան տեղափոխել են հոգեբուժարան, ապա կալանավորել։ Նրա փաստաբանը բողոքարկել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճիռը, նշելով, որ անչափահաս Հաջիևի իրավունքները քննության ընթացքում բազմիցս խախտվել են։ Ադրբեջանցի պաշտոնյան հրաժարական է տվել ամուսնու վիճահարույց տեսանյութից հետո։ Բռնազավթված վարանդայի կամ, ինչպես այլ անունով է կոչվում, Ֆիզուլիի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի հասարակական, քաղաքական եւ մարդասիրական հարցերով տեղակալ Գյուլբահար Էյվազովան հայտնվել է ուշադրության կենտրոնում, երբ սոցիալական ցանցերում տարածվել է իր ամուսնու Գաբիլ Էյվազովի մասնակցությամբ տեսանյութը։ TikTok-ում հրապարակված տեսանյութում Էյվազովան ուղիղ եթերում է եղել ընթրիքի ժամանակ կրոնի վերաբերյալ վիրավորական արտահայտություններ անելով, որոնք ուղեկցվել են անպարկեշտ ժեստերով եւ նամազի վերաբերյալ ծաղրական դիտողություններով։ Այս գործողությունները լայն հանրային դժգոհություն եւ քննադատություն են առաջացրել, արդյունքում Էյվազովան հրաժարական է տվել։ Ադրբեջանի տնտեսությունը 2025 թվականի դրությամբ փաստացի կանգ է առել։ Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով տնտեսական աճը կազմել ընդամենը 1.4%, այն դեպքում, երբ 1 տարի առաջ այդ ցուցանիշը 4.1% էր։ Այս անկումը տեղի է ունենում համեմատաբար բարենպաստ արտաքին պայմանների ֆոնին եւ հերթական անգամ բացահայտում է Ալիևի ռեժիմի դիվերսիֆիկացված տնտեսության միֆը։
Հիմնական պատճառը ակնհայտ է՝ նավթի արդյունահանման կրճատումը։ Չնայած տարիներով հնչեցվող հայտարարություններին, տնտեսությունը շարունակում է ամբողջությամբ կախված մնալ նավթագազային ոլորտից։ Տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլուի գնահատմամբ 1.4% աճը ամենացածրն է ԱՊՀ երկրներում, ինչը վկայում է համակարգային ճգնաժամի մասին։ Թվերը հստակ ցույց են տալիս, Ալիևի ռեժիմի ոչ նավթային զարգացման ծրագրերը մնացել են թղթի վրա, իսկ երկրի տնտեսությունը շարունակում է փլուզվել նավթային կախվածության ծանրության տակ։ Ալիևի կրթական չակերտավոր ռեֆորմը։ Ադրբեջանում բուհերը թանկ են, քան Եվրոպայում։ Ալիևի ռեժիմը շարունակում է խոսել այսպես կոչված զարգացած Ադրբեջանի մասին, սակայն թվերը հակառակն են ասում։ Ադրբեջանում բուհերում ուսման վարձը հաճախ գերազանցում է եվրոպական երկրների ցուցանիշները։ Փորձագետ Քամրան Ասադովի տվյալներով երկրի 51 բուհերում սովորում է շուրջ 190,000 ուսանող, որոնցից ավելի քան կեսը վճարովի հիմունքներով։ Պետական համալսարաններում ուսումնական տարեկան արժեքը կազմում է 2500-ից 6000 մանաթ, իսկ բժշկության եւ արվեստի ֆակուլտետներում հասնում է մինչեւ 9000 մանաթի։ Մինչ Վրաստանում, Թուրքիայում եւ Ղազախստանում կրթությունն էականորեն ավելի մատչելի է, Եվրոպայի մի շարք երկրներում պետական բուհերում ուսումը ընդհանրապես անվճար է կամ սահմանափակվում է մինչև 1500-ից 1600 եվրո տարեկան ցուցանիշով։ Ստացվում է, որ նավթով հարուստ Ադրբեջանով կրթությունը վերածվել է պարզապես բիզնեսի։ Ադրբեջանցիներին տեխնիկական կարտոֆիլ են տալիս, մեծ, բայց վտանգավոր։ Շուկայում հայտնվել է չափից դուրս մեծ կարտոֆիլ, որը մեծ մասը տեխնիկական կամ կերային տեսակ է, նախատեսված ոչ թե սննդի, այլ կրախմալի եւ կենդանիների կերի համար։ Այն աճեցվում է վերազանքանակությամբ պարարտանյութերով, երկար պահվում դաշտերում, ուստի կարող է պարունակել վնասակար սոլանին, գրում է Հախին Ազը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։